Եկեղեցում տեղի ունեցած միջադեպը Փաշինյանի մասնակցությամբ, ինչի արդյունքում 18-ամյա երիտասարդը կալանավորվեց, մի աբսուրդի թատրոն է։ Ոմանք մեղադրում են Փաշինյանին, ոմանք էլ այդ երիտասարդին։ Փաշինյանին մեղադրում են, որ դեբոշ է կազմակերպել, հանդիպելով ժողովրդի ատելությանը, երիտասարդին մեղադրում են, որ փորձ է արել հարվածել երկրի ղեկավարին, դրա համար լավ են արել, քիչ են արել։ Հիմա հասկանանք ճշմարտությունը, սիրելի բարեկամներ։ Նախ գանք Փաշինյանի տեսանկյունից։ Թեկուզ նրա անունը լինի Պողոս Պողոսյան, երկրի ղեկավար, որին հսկում է պետական պահպանության մի ամբողջ համակարգ։ Պայմանական ասենք ախրանիկներ։ Նրանք օրենքով ունեն պարտավորություններ ապահովելու նրա անվտանգությունը։ Եվ ցանկացած երկրի ղեկավար, կամայական, երբ իր հայեցողությամբ որոշում է ինչ-որ մի այց կատարել, որտեղ նախապես պետական պահպանությունը անվտանգության միջոցառումներ չի իրականացրել, ամբողջ հնարավոր միջադեպերի պատասխանատվությունը ընկնում է երկրի ղեկավարի վրա։ Ճիշտ է, իրավական պատասխանատվությունը չի կրում, բայց երբ անտեսելով անվտանգության համակարգին կամ սեփական անվտանգության պետական պահպանության համակարգին դնելով անհարմար վիճակի մեջ, ստեղծում է միջադեպ, իդեպ սա ընդամենը հրմշտոց է եղել, կարող էր ավելի ողբերգական հետևանքներ լինել, որովհետև մենք տեսնում ենք, որ նույնիսկ նկարահանումներ կան վերևից, այսինքն եկեղեցու վերևի հատվածում ներսից մարդիկ են եղել եւ շատ հանգիստ կարելի էր վերևից ցանկացած գործողություն իրականացնել պետական այրերի նկատմամբ, շատ հանգիստ։ Այսինքն եղել է պահպանության կազմակերպման կատարյալ անփութություն։ Իսկ սա ընդհանրապես մեկ մարդու կամայականության արդյունքում, որի անունն է Նիկոլ Փաշինյան կամ Պողոս Պողոսյան։ Այսինքն պատճառը արմատ այդտեղից է, մարդը ինքը սեփական կամայականությամբ մխրճվել է ամբողջի մեջ, ժողովրդի մեջ, ինչպես ուզում եք կոչեք, եւ ինքը հրահարել է միջադեպ, որովհետեւ իր ախրանիկները պարտավոր են իր անվտանգությունն ապահովել ամեն գնով։ Ինքը սեփական ախրանիկներին դրել է անհարմար վիճակի մեջ, վտանգելով նույնիսկ ոչ միայն իր, այլև մնացած բոլոր մարդկանց կյանքն ու անվտանգությունը, որովհետեւ ախրանիկները կարող է ցանկացած իրավիճակում նույնիսկ դիմեին ծայրահեղ քայլերի։ Պատճառը դա է։ Երիտասարդի պատասխանը։ Երիտասարդը սկզբնական շրջանում երկու եղբայրները կանգնած են եղել հանգիստ եւ զիջել են։ Բայց հետագայում արդեն երբ որ ախրանիկները հրմշտելով բոլորին փորձել են դուրս գալ, ստեղծվել է անախորժություն, որովհետեւ նրանք դիմել են ոչ ադեկվատ բռնության, հարվածել են նույնիսկ երիտասարդին, հրել են նրան եւ եղել է նման պատասխան ռեակցիա։ Արդյոք ադեկվատ էր երիտասարդի պատասխան ռեակցիան։ Դա գիտեք ինչ է, երբ որ դուք երազանցելով թույլատրված արագությունը վերաերթի ես ենթարկում հետիոտնի։ Հիմա հետիոտնը թույլատրելի էր նրա դիմադրությունը։ Մենք կարող ենք բերել նույն Նիկոլ Փաշինյանի օրինակը, որի ավտոշարասյան տակ է ընկել հղեկինը եւ մահացել։ Այլ հավասար պայմաններում կարելի է հղի կնոջը մեղադրել, որ ինքը խոչընդոտել է պետության ղեկավարի ճանապարհը։ Եվ ես վստահ եմ, եթե նա ողջ մնար, այս նույն տրամաբանությամբ ոնց որ երիտասարդին են կալանավորել, կկալանավորեին այդ հղի կնոջը, որ միտումնավոր փորձել է խոչընդոտել երկրի ղեկավարի գործունեությունը եւ ընթացքը, անխոչընդոտ ընթացքը։ Այո, մենք ապրում ենք այդպիսի աբսուրդ երկրում։ Կարող ենք անել մի քանի հետևություն, որ Նիկոլ Փաշինյանը որպես երկրի ղեկավար դառնում է վտանգավոր հասարակ քաղաքացիների համար։ Նրա ավտոշարասյունը վտանգավոր է, որովհետև դուք կարող եք հայտնվել անիվների տակ, հետո պարզվի, որ իրականում դուք եք մեղավոր, այլ ոչ թե ավտոշարասյունը, որը անկառավարելի արագությամբ մխրճվում է փողոցներով եւ այսուհետ շատ վտանգավոր է ոչ միայն երկրի սահմանին, վտանգավոր էր ոչ միայն Արցախում, որը էլի կամայական որոշումների արդյունքում մինչև 5000 զոհ են տվել, վտանգավոր է Երևանի ցանկացած անկյունում, որտեղ դուք պատահականության սկզբունքով կհանդիպեք Նիկոլ Փաշինյանին եւ նրա ախրանիկներին ու Շարասյանը։ Սա արդեն դարձել է տենդենս։ Մենք պետք է արձանագրենք, որ սա տենդենս է։ Մենք կարող ենք ասել, որ Դավիթ Մինասյանն այս միջադեպի զոհն է, այլ ոչ թե մեղավորը։ Երկրորդ հետևությունը, որ կարող ենք անել, այդ երիտասարդին մեղադրելը դիտավորյալ երկրի ղեկավարի վրա ձեռք բարձրացնելու մեջ առնվազն տարօրինակ է, որովհետև ամբողջ կադրերը ցույց են տալիս, որ նա նման մտադրություն չի ունեցել, որովհետև այդ ամենը տեղի ունեցել բավական ուշ, երբ որ Նիկոլ Փաշինյանի ախրանիկները բոլորին բրբրթելով արդեն ուզում էին դուրս գալ եկեղեցուց։ Նման մտադրություն ունեցողը կաներ դա ավելի իր համար հարմար ժամանակ, այլ ոչ թե հետո։ Հետևաբար այդ երիտասարդը դարձել է Նիկոլ Փաշինյանի կամայականության եւ սեփական տաքարյունության զոհը, բայց ոչ երբեք նա այս միջադեպի մեղավոր չի կարող համարվել։
Եվ երրորդը, այդ երիտասարդը պետք է անհապաղ արձակվի եւ Նիկոլ Փաշինյանը իր վարչախմբով ու ախրանիկներով պետք է իրենց հաշիվ տան, որ այլևս վտանգավոր են դարձել շարքային քաղաքացիների կյանքի եւ առողջության համար եւ լավ կլինի այսուհետ ինքնագլուխ չմտնեն ժողովրդի մեջ։ Եվ սիրելի հայրենակիցներ, դուք ինքներդ խուսափեք այդ մարդուն եւ այդ մարդկանց հանդիպելուց, որովհետեւ նրանց կողքին գտնվելը խիստ վտանգավոր է ձեր կյանքի եւ առողջության համար։ Ձեր երեխաներին, ձեր հարազատներին հեռու պահեք այդ մարդկանցից։ Հավանեք, տարածեք, որպեսզի ավելի շատ մարդ լինի ավելի զգուշ։